Եվ այսպես ուշադրություն շարունակվում է երեխայի գետը ընկնելու վարկածների քննարկումը, համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ որ երևում է GPS-ի լուսանկարը, պատկերված է գյուղը, տները, նաև այդ տունը, որտեղ որ ապրում են այդ մարդիկ, եւ այնտեղ, որտեղ որ իրենք աշխատում էին տվյալ մեքենայի վրա, որտեղ էլ երեխան խաղում էր, իսկ իրենք աշխատանքներ էին իրականացնում մեքենայից, այսինքն աշխատանքի վայրից մինչև գետը ընկած տարածությունը 80 մետր էլ չի անում, խոչընդոտ ըստ էության չկա, որ երեխան կարող էր գնալ ու ինչ-որ մի բան նրան կխանգարեր դեպի գետը գնալ, փորձ են անում վարկածները տանել այլ ուղղությամբ, որ նա գետը չի ընկել, բայց ըստ պաշտոնական վարկածի, այսինքն դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, որովհետև չի բացահայտվել, բայց փրկարար ծառայությունը հայտարարեց բազմաթիվ, որ ըստ էության այս պայծրությամբ կա գլխավոր մեկ վարկած, որ երեխան ընկել է գետը։ Մարդիկ կան ասում են 80 մետր երեխան չէր կարող քայլել։ Մենք ուղղակի զարմանում ենք, թե ոնց չէր կարող երեխան 80 մետր քայլել։ Գյուղի երեխա, մանավանդ որ հայրը հարցազրույցում ասում է, որ ինքը երեխայի հետ գնացել է գետի ուղղությամբ, երեխայի հետ կանգնել նայել են գետին, եւ այսինքն երեխան հենց գետի տեղը գիտեր եւ իր ուղեղում տպավորված է եղել գետի տեղը եւ կարող էր գնալ գետի ուղղությամբ։ Իսկ եթե չի գնացել գետի ուղղությամբ, ապա որտեղ է երեխան։ Սա ավելի չբացահայտվող հարց է, որը չունի պատասխան, որտեղ է երեխան։ Մեքենա չի մտել, որ մեքենան մտել է գյուղ, այդ մեքենաները կանգնեցվել են ոստիկանական ծառայողների կողմից, զննություն է իրականացվել, մարդիկ են հարձակվել, այսինքն ինչ հնարավոր էր ստուգել, ամբողջությամբ ստուգվել է։ Բայց մենք ուզում ենք նաև մի բան ասել, որ երեխայի ընտանիքի անդամները շատ լավ մարդիկ են եւ այս մարդկանց հասցեին վատ մեկնաբանություններ անել, վատ բաներ գրել, ուղղակի անթույլատրելի է, բոլորի հետ կարող էր նման բան պատահել, նույնիսկ եթե երեխան գետն է ընկել կամ առևանգել են ինչպես երկրորդ վարկածն է, ամեն դեպքում ծնողները ըստ էության մեղավորություն չունեն, կարող են ուղղակի 1-2 րոպե ուշադրություն չդարձնեն երեխան, ինչը որ բոլորի մոտ էլ հնարավոր է որ լինի եւ երեխան կանհետանա։ Եվ նման դեպքեր, որ երեխաները գնան ընկնեն գետը, հազվադեպ է տեղի ունենում, ինչը որ ծնողների համար եւս անսպասելի է եղել, որ ոնց կարող է երեխան գնա ու հասնի միջև գետը։ Իրենք մտածել են, որ երեխան հոր մոտից դժվար թե շատ հեռանա, կվախենա, եթե հեռանա եւ այդպես համոզված են եղել, որ երեխան նախ տուն է գնացել եւ եթե տուն չի գնացել, ապա հաստատ տան շրջակայքից չի բացակայել։ Իրենց համոզմունքը եղել է այսպիսին, իրանց երեխան է եղել, իրանք ավելի լավ են ճանաչել այդ երեխային եւ այդպես համոզված են եղել, որ երեխան հաստատ գետի ուղղությամբ չէր գնալու։ Դրա համար պետք չի ամեն մեկը ձեր մեկնաբանություններով ավելի վատ վիճակի մեջ դնեք այս մարդկանց, նրանք շատ լավ մարդիկ են, գյուղի արդար ժողովուրդ են, շատ սարսափելի դեպք է պատահել նրանց հետ, մենք պետքա կարեկցենք այս մարդկանց, այլ ոչ թե քննադատության ենթարկենք, ամենևին քննադատելու որևէ բան չկա, այլ միայն կարող ենք աջակցություն հայտնել երեխային գտնելու կապակցությամբ, ինչը որ հայ ժողովուրդը իսկապես անում է եւ կեցե Հայաստանի ժողովուրդը, որ միասնական բոլորը գնացին, ով ինչով կարողացավ օգնեց։ Եվ այսպես ուշադրություն շարունակվում է երեխայի որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, հազարավոր այլ մարդիկ, որոնք կամավոր օգնում են 7-րդ օրն է երեխան չի գտնվել։ Եվ ինչպիսի սարսափելի դեպք է տեղի ունեցել այս ոչ պակաս իհարկե սարսափելի դեպքի ֆոնի վրա, այն տեղեկատվությունները, թե իբր մարդիկ զանգել են երեխայի հորը, պապիկին եւ ասել են, թե իբր երեխան իրենց մոտ է, հետո ոստիկանությունը բացահայտել է, որ նրանք հոգեկան հիվանդներ են եղել, այդ տեղեկատվությունը երեխայի հայրը հերքել է, ասել է, որ նման բան չկա։ Այդ տեղեկատվությունը առաջին անգամ տարածել էր Ժողովուրդ օրաթերթը, որից հետո համացանցում է տարածվել եւ
Նաև մենք ենք հայտնել դա, հաշվի առնելով, որ դա մի դեպք է, որի մասին չես կարող երբևիցե որևէ բան հորինել, չես կարող որևէ չճշտված տեղեկատվություն տարածել, մենք հավատացինք, որ միգուցե իսկապես եղել են հոգեկան հիվանդներ, որոնք կարող են զանգել, բայց միևնույն ժամանակ ինչքան հավատացինք, այդքան էլ չէինք ուզում հավատալ, որ այս պահին կարող են զանգել հորը կամ պապիկին ու ասել, որ երեխան ողջ է եւ իրենց մոտ է, բայց ինչքան պետք է մարդ ստոր լինի, որ այս ծանր վիճակում այդ մարդկանց մասին նման կեղծ տեղեկատվություն ամբողջ համացանցով մեկ ողողի եւ բոլորը արդեն այդ տեղեկատվությունը տպել էին եւ այդ լրագրողները չեն հարգում ոչ երեխայի կորուստը, այս մարդկանց վիշտը, որ կարելի է լռել, կարելի է ինչ-որ ժամանակ կրկին վերադառնալ քաղաքականություն եւ հանգիստ թողնել սովորական մարդկանց, որոնք առանց այդ էլ շատ ծանր վիճակում են, դուք եք պակաս, որ մի հատ սենց ձեր հետաքրքրությունները փորձեք լրացնել հորինվածքներով, թե ով ինչ արել, ով ումա զանգել, ով ինչ կարար աներ, ավելի այս պատմությունը սարքեք առեղծվածային, միստիկ, սարսափելի եւ կարծես ֆիլմի ինչ-որ սցենար սարքեք, որ մարդկանց համար ավելի հետաքրքիր լինի, բայց այստեղ հետաքրքրություն պետք չի որոնել, սա երեխայի ճակատագիր է, որը չգիտես կործանվել է, թե դեռևս հույս կա, մենք ուղղակի կոչ ենք անում հեռու մնալ այս ընտանիքից, այս ընտանիքի մասին աշխատեք որևէ այլ բան չգրեք, նաև ընտանիքի հայրը հայտարարեց, որ արգելում է այս ընտանիքի մասին չճշտված տեղեկատվություններ գրել։ Դուք կարող գրեք ձեր կարծիքը, բայց դուք չեք կարող անել մի բան, որը չի եղել ուղղակի։ Ասում եմ, երեխայի հորը զանգել է։ Երեխայի հայրը ասում է, ինչ չեն զանգել, եւ այս ծանր վիճակին ես համացանցում կարդում եմ նման տեղեկատվություն, ավելի եմ նյարդայնանում եւ պատկերացնում եք այդ մարդու հոգեվիճակը մտնում է համացանց ու անհեթեթ ինչ-որ հայտարարություններ է կարդում, նաեւ մեկնաբանությունների բաժիններում տարբեր նյութերի տակ այս դեպքի վերաբերյալ մարդիկ անհասկանալի բաներ են գրում, մեկը ասում է հարևաններն են գողացել, մյուսը ասում է երեխային ուրիշ գյուղից են եկել տարել, մյուսը ասում է գետը բավականին հեռու էր տնից, այդ ամենազավեշտալին է, որ ասում է գետը հեռու էր տնից, ասում է 2 տարեկան երեխան չէր կարող այդքան գնալ դեպի գետը, 2 տարեկան երեխան, որը ըստ ծնողների բավականին ակտիվ երեխա էր, այո, կարող էր գնալ դեպի գետը, գյուղ մտած բոլոր մեքենաները, բոլոր մեքենաներում եղած բոլոր մարդիկ ոստիկանների կողմից ուշադրության են հրավիրվել, խուզարկվել են մեքենաները եւ այդ մարդիկ հարձակվել են, ինչը որ ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում երեխան գյուղից